Բարոն Ղարսլյանը, որ այս լուսանկարի մեջ կտեսնենք, խնդրեմ նաև տեսախցիկի առաջ ցույց տալ։ Ուրեմն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Կրեմլի կողմէ բարդատրված է իրեն եւ կորձողված է, որ ինքը ֆինանսավոր է հավաքակրե Ռուսաստանապնակ հայկական անցակիր ունեցող, պասպորտ ունեցող անհատներուն եւ հունիսի 7-ին գայանալիք համապետական ընտրություններուն փերե իր ծախսերով, որտեղ ըստ երևույթին բարոն Ղարսլյանը օլիգարխ է եւ իր նման բազմադասնյակ հայ օլիգարխներ այսպես կորձողված են, որովհետեւ Հայաստան առաջնորդեն համապետական ընտրություններեն առաջ, որովհետեւ իրենց առաջնորդած անցին կվեարգեն, իրենց կվեն վստահին մեր ցևիսների, ասին հին ռեժիմականների, ռուսաստուկների եւ որոնց հերթին Սամվել Դաշիր Սամոն եւ ուրիշ կորձագիցներ Թաթոյանը եւ այլն, ուրեմն սա շատ լուրջ սպառնալիք է եւ ես կմիանամ այն հայորդիներու եւ հայուհիներու առաջադրանքին, որ հայկական pedagogiությունը անպայման օրենք ընդունի, որ առնվազն Հայաստանի մեջ 6 ամիս եթե մեկը չփնակվի, բեք չէ իրավունք ունենա ընդրության մասնակցելու։ Եվ այսպես ներխուժում կատարելով կփորձեն դաբալել սահմանադրական կարգը Ես մանավանդ չի ստացվի իրենց մոտ, որովհետև իրավապահները հուսով ենք կհետևեն ձեր հույսով ենք, այո, որովհետև թվականակը, որ ինձ հուշեցին իմ հետադող լրագրող գործընկերուհիները, այն է, որ մինչև 100-200 հազար ներխուժում, ներհոսք պիտի չսեի, ներխուժում Ռուսաստանից։ Այո, եւ իհարկե կապ չունի թե որ երկրից գալիս են կամ գալու են այդ օրերին, օրենքը բոլորին համար նույնը պետք է լա, անոնք ովքեր դարվա վրա 6 ամիս չեն բնակվիր Հայաստանի Հանրապետությունից, իրավունք պետք չէ ունենան ընդրության մասնակցելու։ Պարոն Չապարյան, ամփոփելով մեր զրույցը, մեր ընդդիմության, այսպես կոչված ընդդիմության նշեմ, որովհետև այն ընդդիմությունը, մենք ունենք նաև առողջ ընդդիմադիր ուժեր, որոնք աջակցում են խաղաղության օրակարգին, իրենց առաջարկություններն են ներկայացնում, հուսով ենք նաև մեր ընտրողները, եթե իշխանությունից ինչ-որ չափով դժգոհ են, գոնե կընտրեն այն ընդդիմադիրներին, ովքեր Հայաստանի պետականության կողքին են, բայց հարցս վերաբերում էր նորից նրանց, ովքեր որ փորձում են տապալել Հայաստանի ձեռքբերումները օգոստոսի 8-ի Միացյալ Նահանգներում ունեցած, ներկայացնելով թե մենք միջանցք ենք տալիս, թե սա խաղաղություն չէ, թե մենք նորից ինչ-որ բաներ ենք զիջում Ադրբեջանին, նույնիսկ այնքան, չգիտեմ, ոնց բնութագրեմ այդ մարդկանց գերիների վերադարձը Հայաստան, փորձում են ինչ-որ առևտրի ձևակերպում տալ դրան, թե ինչի օրինակ այսպես ստացվեց։ Ձեր դիտարկմամբ օրինակ մենք կարող ենք գնալ միջև վերջ ու ստորագրել խաղաղության պայմանագիրը ընդդիմության այսպիսի օրինակ ձևակերպումների ներքո եւ ընդհանրապես ինչ սպասել ինչ ժամկետներում։ Ճիշտ դրա համար է, որ իրենց սդափանություններով եւ հագապետական ռոպագանդով առաջնորդվող այս կեղծ ընդդիմությունը պետք է գդրուկ էլիմինացիայի ենթարկվի, քաղաքական դաշտը պետք է մաքրվի, նույնպես եւ լրատվական դաշտը, որովհետեւ ըստ երևույթին երկրորդ եւ երրորդ նախագահները եւ ընդհանրապես իրենց շուրջ հավաքված օլիգարխները ոչ միայն թալանած են հայկական pedagogiությունը եւ նաեւ սպյուրքը թալանած են, գտանգովի դեղ թրած են, այլ իրենց թալանածը գոկտակորձեն հայկական pedagogiության դեմ եւ նաեւ հայկական pedagogiության հասարակության դեմ, քաղաքացիների դեմ։ Հետևաբար շատ լուրջ վերանայման կգարուդի այն միտքը, որ արդյոք եթե մենք Փաշինյանի վարչապետ Փաշինյանի վարչակազմին գոհ չենք
արդյոք պետք է հին ռեժիմականների օգտին քվեարկենք, որովհետեւ նրանք կան իշխանության, դա արդեն ինչպես որ անգլերեն ասեն Russian roulette-ի վտանգավոր խաղն է, ես իմ նման հայերը սրտացավ երբով գոչ կուղենք մեր հայրենի քաղաքացիներուն, որ եթե վարչապետ Փաշինյանի կառավարության հանդեպ դժգոհություն ունին, առնվազն լուրջորեն նկատի ունենան այն գեղեցիկ միտքը, որ կան առողջ ինտիմատիվ ուժեր։ Այո։ Եվ եթե մենք կփափակենք, որ հայկական պետականությունը արագընթաց կերպով առանց հավաղումի զարգացման ճանապարհը որ բռնած է ավելի ասենք խորացնե, ապա ուրեմն մենք կարիք ունենք հավատարիմ ինտիմության, շինիչ ինտիմության, որ պետականամետ ամենակարևոր ինտիմության, որ միշտ ստապ է եւ կարող է պատահի, որ ասենք իշխող գուսակցությունը կարող է բաց թողումներ ունենա, բոլորս աստղալական ենք, բայց պետության հանդեպ հավատարմությամբ զինված իրական ինտիմությունը մեծ ներդրում կրնապերել սրընթաց զարգացման օգտին։ Շատ շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար, հուսով ենք ձեր հաջորդ այցի ընթացքում նորից հանդիպել ձեզ։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Civic AM-ի տաղավարում Միացյալ Նահանգների հայ կյանք եւ USA Armenian Live շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխնախագահ Ափո Չապարյանն էր, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար